Շնորհակալություն, հա, խնդրեմ, հեսա խոսքը փոխանցեմ Տիկին Վարդանյանին, Տիկին Փոստանջան, ես դեղերի կարիք դեռ չունեմ, չնայած որ այսպես որ շարունակվի, վստահաբար կարող է նաև դրա կարիքն էլ ունենամ, բայց անկեղծ ասած միակ կարիքը որ չունեմ, դա տենց զառանցանքներ լսելն է։ Խնդրեմ Տիկին Փոստանջան, սա բուլվար չի, դուք ձեր բակում չեք, ձեր հայրիկի տան կողքի շինարարությունը հասկանում եմ, որ անձնական խնդիր է եւ ձեր հայրիկի անձնական խնդիր է եւ Տիկին Փոստանջան, սա ասում եմ, բուլվար չի, մի ստիպեք ինձ ձեզ հեռացնել ես դահլիճից։ Մի ստիպեք ինձ Տիկին Փոստանջան, մի բան, ոչ, ասեցի, այս առացակը լսելու կարիքը չունեմ ընդամենը։ Ոչ, դեռևս ոչ, ամենայն դեպս։ Խնդրեմ, Տիկին Վարդանյան։ Հարգելի քաղաքապետ, Տիկին Փոստանջան։ հարգելի քաղաքացիներ, Մի վարքան Տիկին Վարդանյան, Տիկին Փոստանջան, դուք ստանում եք նկատողություն։ Սա մեկ։ Խանգարելու համար նիստը։ Այո, խանգարում եք, չէ, գիտեք, երբ որ դուք զուգահեռ անընդհատ խոսում եք, երբ որ դուք անընդհատ զուգահեռ խոսում եք, հարգելի Տիկին Փոստանջան, ես կարծում եմ գոնե որպես կին դուք պետք է հարգեք ձեր կին գործընկերներին, ես վստահ եմ, որ նվաթիկ չի Տիկին Փոստանջան, ես ձեզ Զարուհիկ չեմ անվանում, ես հասկանում եմ, որ դա մանկական կոմպլեքս է հիկերով անվանակոչել մարդկանց եւ այդպես լավ զգալ իրանց։ Մի շարունակել։ Հարգելի պարոն քաղաքապետ, սիրելի գործընկերներ եւ իմ ամենասիրելի երևանցիներ եւ հայ ժողովուրդ։ Ես կրկին պետքա շեղվեմ օրակարգից, բայց Տիկին Փոստանջան։ Բա Ջորջ ջան, լավ լռություն էլ։ Ես այսօր ուզում եմ բոլորիս հիշեցնել ցավով